Քորը Սարա, դեմդ նայի։ Ես դեմս նայում։ Որ նայում ես ինչի վրես հելար։ Տեն ես ժոգել ես կարաս անցնես վրովս։ Քանի բարի եմ գնաց դրանից։ Դո թե չէ ինչ է։ Լավ, всё մկու հանգստացի։ Ես հանգիստ եմ։ Թող ներողություն խնդրի։ Դու պետք է ներողություն խնդրես քո այս ազուս պահվածքի համար։ Կարող եմ մի հատ կզեմ վրովս թռնես Սարա։ Այսի այդ բիժված։ Եթե չես ուզում տեղում։ Всё, ցավը տանեմ, մեզ 1000 անգամ կներես։ Սնգերս ուղղակի մի քիչ տակացավ, նորմալ է։ Եթե մյուս անգամ էլ հանդիպեցիր, մաշկիդ ու ոսկորներիդ վրա ես զգալու թե ինչ է նշանակում, վերով է տանես։ Սա հիվանդանոցի միջանցքում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունն է, որտեղ դու առաջին անգամ հանդիպել ես Զոհին ու նրա ընկերոջը։ Եվ Ագրեսիվ ես քեզ պահում։ որովհետև դրանցից մեկը իրան անասունի պես էր պահում։ Ես էլ ոնց որ պետք է բացատրել եմ։ Ուղղակի բացատրել ես։ Հա, ուղղակի բացատրել եմ։ Իսկ այ Զոհի ընկերը ցուցմունքներում այլ բան է ասում։ Դե սովորական սիտուացիա էր, բայց այդ մարդը շատ բուրոն արձագանքեց։ Բռնել էր Մկոյին ու խեղդում էր, հետո որ բաժանեցի, նայեց Մկոյին, թե բա դու ես չես մարսելու, միջև իրիկունդիակը տենք գտնելու։ Ես չեմ հասկանում։ Հիմա դու հավատում ես այս հեքիաթներին, հա։ Սա դեռ ամենը չի։ Սա քո բնակարանում կատարված խուզարկության արձանագրությունն է, որտեղ նշված է, որ մուտքի փականը վնասված չի, ու արտաքին ներգործության հետքեր չեն հայտնաբերվել։ Իսկ սա քո բնակարանից արգելված անվանական զենքի փորձաքննության արդյունքներն է։ Մենք համեմատել ենք Զոհի, Մկրտիչ Բադալյանի մարմնից հանած փամփուշտները քո ատրճանակից արձակած փամփուշտների հետ։ Ու ունենք 100%-անոց համընկնություն։ Բրավո։ Բրավո։ Իդեալական աշխատել են։ Դու չես հասկանում, որ գլխիս սարքում են։ Վարդան, դու դեռ կատակում ես։ Այս ամեն ինչը բավական է, որ նույնիսկ չխառնվեմ։ Ուղարկեմ ուղիղ քնչական։ Տեսանյութը կա։ Վկան կա։ Սպանության մոտիվը կա։ Սպանության զենքը կա։ Էլ ոնց ասեմ, որ գլխիս սարքում են։ Ով բեկը։ Փաստեր ունես, թե ուղղակի ենթադրությունները, որովհետև ենթադրությունները տես փաստերի առջև զրոյա։ Մենք իրար հետ պատերազմ անցած մարդիկ ենք։ Ու դու ինձ լավ ես ճանաչում։ Ինչ ես կարծում։ Ես նման հիմար միջադեպի համար ընդունակ եմ մարդ սպանել։ Գիտակցությունս ասում է, որ չէ, բայց փաստերը հակառակն են ապացուցում։ Որտեղ ես եղել այսօր ցերեկը ժամը 13-ից 15 ընկած ժամանակահատվածում։ Մարզասրահում։ Որևիցե մեկը կարա դա հաստատի։ Ես մենակ եմ եղել։ Մարզումները ժամը 5-ին են սկսում։ Գիտես որտեղ ենք հայտնաբերել Զոհի մարմինը։ Որտեղ։ Քո մարզասրահից 1 կիլոմետր հեռավորության վրա։ Իդեալական հաշվարկել են ամեն ինչ։ Լավ, նույնիսկ ենթադրենք, որ գլխից սարքել են։ Բեկը ինչի համար դա պիտի աներ։ Որ չկարողանամ տղեկին օգնել։ Այսինքն օգնում ես տղերքին, ավելի ճիշտ շարունակում ես օգնել տղերքին։ Վարդան, դու կապի ես նրանց հետ, գիտես որտեղ են թաքնվում։ Գրողը տան ես փորձում եմ քեզ օգնեմ։
Իսկ դու չես վստահում ինձ։ Ես քեզ վստահում եմ։ Բայց դու համակարգի մարդ լինելով միջև հիմա չես նստացրել Բեկին ու իր նման կենթանիներին։ Հասկանալի է։ Փորփրի այդ երկուսի անցյալը։ Կտեսնես, որ հետքերը տանելու են Բեկի մոտ։ Արդեն փորել ենք։ Սպանվածը դատվածություն ունի, բայց Բեկի ու նրա շրջապատի հետ կապ չունի, ամենայն դեպս դեռևս ոչ մի բան չենք պարզել։ Իսկ վկայով դեռ զբաղվում են։ Հիմա ինչ է լինելու իմ հետ։ Դատավորը արդեն ստորագրել է քո կալանավորման թուղթը։ Քեզ մի քանի ժամից կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Վարդան, ես ուզում եմ քեզ օգնեմ, բայց դու պետք է ճշմարտությունը ինձ ասես։ Ես չեմ ստում։